Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Հայաստանում և Վրաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունները համաձայնագիր են ստորագրել։ Ուրախ ենք տեղեկացնել Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության և Վրաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության միջև վարչական համաձայնագրի ստորագրման մասին, որն ուղղված է օպերատիվ փոխգործակցության, համատեղ գործունեության և արտակարգ իրավիճակներում աջակցության ամրապնդմանը։ Ակնկալում ենք խորացված և արդյունավետ համագործակցություն։ Ընդլայնման հարցերով Եվրահանձնակատար Մարթա Կոսը Բրյուսելում Եվրամիության արտաքին գործերի խորհրդի հանդիպումից առաջ Վրաստանի կառավարությանը կոչ է արել վերադառնալ եվրոպական ուղի, նշելով, որ Եվրամիությունում վստահում են վրաց ժողովրդին։ Իմ ուղերձը վրացական երազանքին այն է, որ Վրաստանի կառավարությունը պետք է վերադառնա եվրոպական ուղի, հակառակ դեպքում մենք չենք ցանկանա և չենք կարողանա առաջ շարժվել։ Վրաց ժողովրդին ասում եմ, եղեք ուժեղ, պայքարեք եվրոպական արժեքների համար, մենք վստահում ենք ձեզ։ Վրաստանի իշխող վրացական երազանք կուսակցությունից Եվրահանձնակատարի խոսքերը անհասկանալի են որակել։ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Լևան Մաճավարյանին նշել է, որ Կոսը պետք է պարզաբաներ, թե ինչ է նշանակում եվրոպական ուղի վերադարձը։ Նրա խոսքով, եթե դա նշանակում է հակակոռուպցիոն և թափանցիկության հետ կապված օրենքների չեղարկում, ապա լավ կլիներ, որ առաջարկներն իրատեսական լինեին։ Վրաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները որևէ հիմք չունի կասկածի տակ դնելու Վրաստանի հետ համակարգային համագործակցությունը։ Նման կերպ Մակա Բոջորիշվիլին մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունը, ըստ որի Վրաստանի կառավարության քաղաքականությունը հակաամերիկյան է և որ Վաշինգտոնում քննարկում են Վրաստանի դեմ տարբեր միջոցներ։ Ես չեմ կարծում, որ Վրաստանի կառավարության վերաբերյալ նման գնահատականի համար որևէ հիմք կա։ Մենք ունեցել ենք և շարունակում ենք համակարգային համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ։ Նախարարը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ վարչակազմը դեռևս չունի ձևավորված դիրքորոշում Վրաստանի վերաբերյալ։ Բոջորիշվիլին ընդգծել է, որ 30 տարի շարունակ Վրաստանը տարածաշրջանում ԱՄՆ-ի հուսալի գործընկերն է։ Վրաստանի կառավարությունը բազմիցս հայտարարություններ է արել և մտահոգություն հայտնել Միացյալ Նահանգների նախորդ վարչակազմի օրոք հարաբերությունների վատթարացման կապակցությամբ։ Բազմիցս պատրաստակամություն և հույս ենք հայտնել, որ նոր վարչակազմի օրոք այդ հարաբերությունները որակապես կփոխվեն և կընթանան Վրաստանի ու Միացյալ Նահանգների ազգային շահերին համապատասխան։ Վրաստանն ու Կատարը բանակցություններ կսկսեն ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ։ Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին նշել է, որ այդ որոշումն ընդունվել է Կատարի առևտրի և արդյունաբերության նախարար Շեյխ Ֆեյսալ բին Թանի Ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ։ Հանդիպումը տեղի է ունեցել Դավիթաշվիլ ու Կատար այցի շրջանակում։ Քննարկվել է երկու երկրի միջև առևտրատնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում ներդրումների, էներգետիկայի, զբոսաշրջության, տրանսպորտի և հաղորդակցության ոլորտներում։ Դավիթաշվիլու խոսքով ազատ առևտրի շուրջ բանակցություններ կարող են սկսվել արդեն այս տարի, Մետաքսի ճանապարհի 5-րդ համաժողովի շրջանակում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Հունգարիայում անցկացվող թյուրքալեզու պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովում ունեցած ելույթում նշել է, որ Կովկասում ընթացող զարգացումները ռազմավարական կարևորություն ունեն Անկարայի համար։ Էրդողանը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանը ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հարցում։ Թուրքիայի նախագահն անդրադարձել է Գազայում իրավիճակին, նշել դա ժամանակակից ամենալուրջ հումանիտար աղետն է և տարածաշրջանի քաղաքացիական բնակչությունը իսկական դժոխքով է անցնում։ Թուրքիայի նախագահը կոչ է արել աջակցել Պաղեստինի, Լիբանանի և Սիրիայի տարածքային ամբողջականությանը։ Թուրքական աշխարհի ներդրումը կարևոր է հրադադարի հաստատման, մարդասիրական օգնության անխափան մատակարարման, Գազայի վերականգնման և երկարատև խաղաղ գործընթացին հասնելու ջանքերի համար։ Խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության մասին, Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է շարունակել ինտենսիվ շփումները երկու երկրի հետ, համապարփակ հրադադարի և արդար խաղաղության հասնելու նպատակով։ Նրա խոսքով նույն կերպ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել Սիրիայում իրավիճակի կայունացման ուղղությամբ։ Կարևոր է, որ այդ հնարավորությունն արդյունավետ և ճիշտ օգտագործվի, որպեսզի կայունություն ապահովի ոչ միայն Սիրիայում, այլև տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս։
Գագաթնաժողովի շրջանակում Էրդողանը առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևի հետ։ Թուրքիայից Սիրիա արտահանման ծավալը 2025 թվականի առաջին 4 ամիսներին կազմել է 669 միլիոն 661 հազար դոլար։ Հարավարևելյան Անատոլիայի արտահանողների միությունից հայտնել են, որ Սիրիա արտահանումը հունվար-ապրիլ ամիսներին աճել է 36.7%-ով 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Նշվում է, որ Թուրքիայի գործարար շրջանակները դրական են գնահատել Սիրիայի դեմ պատժամիջոցների մեղմացման ուղղված Եվրամիության և Միացյալ Նահանգների քայլերը։ Դա կարևոր հնարավորություններ է բացում ոչ միայն Սիրիայի վերականգնման, այլև տարածաշրջանում Թուրքիայի տնտեսական և դիվանագիտական դերի ամրապնդման համար, նշել են միությունից։ Թուրքիայի արտահանողների ասամբլեայի սիրիական մասնաճյուղի ներկայացուցիչ Ջելալ Կադողլուն նշել է, որ Սիրիայի դեմ պատժամիջոցների չեղարկումը շրջադարձային կլինի երկրի տնտեսության համար, և թուրքական ընկերությունները ունենալով լոգիստիկ և տարածաշրջանային առավելություններ, պատրաստ են բնական գործընկերներ դառնալ Սիրիայի վերականգնման գործընթացում։ Օմանը հայտարարել է, որ Իրանի ու Միացյալ Նահանգների միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների 5-րդ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին Հռոմում։ Իսլամական Հանրապետությունը համաձայնել է միջնորդի դերակատարում ստանձնած Օմանի առաջարկին, հայտնել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Իրանի Իսլամական Հանրապետության բանակցային խումբը վճռական է և հաստատական պաշտպանելու Իրանի ժողովրդի իրավունքներն ու շահերը խաղաղ միջուկային էներգիայից օգուտներ ստանալու հարցում և ջանք ու եռանդ չի խնայի այդ գործում։ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցություններն ընթանում են Օմանի միջնորդությամբ։ Դրանց 4-րդ փուլը տեղի է ունեցել մայիսի 11-ին Մասկատում։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Թեհրանի հետ միջուկային համաձայնագրին հեշտ չի լինի հասնել։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանում ուրանի հարստացումը սկզբունքային և հիմնարար հարց է, ինչպես նաև իրանցի գիտնականների գիտական կարևոր ձեռքբերում։ Նրա խոսքով պատժամիջոցների ավտոմատ վերականգնման մեխանիզմի կիրառմամբ Իսլամական Հանրապետության նկատմամբ սպառնալիքները ոչ իրավական, ոչ էլ քաղաքական հիմք ունեն։ Արաղչին ընդգծել է, եվրոպական երկրները պետք է պատրաստ լինեն կրելու նման գործողությունների հետևանքները։ Իրանի արտգործնախարարը հավելել է, որ ներկայիս իրավիճակն առաջացել է ոչ թե Իրանի մեղքով, այլ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալու և եվրոպական երկրների անկարողության պատճառով։ Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է և Միացյալ Նահանգները փորձում է այն կանխել, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։ Մեր հիմնական նպատակն է փորձել խաղաղություն ապահովել Ադրբեջանի և Հայաստանի միջև, այնտեղ կա հակամարտության իրական ռիսկ, որը մենք փորձում ենք կանխել։ Ռուբիոյի խոսքով Վաշինգտոնը զբաղվում է նաև Ադրբեջանում բանդարկյալների ու մարդու իրավունքների պահպանման հետ կապված հարցերով։ Ճշմարտությունն այն է, որ մենք գործ ունենք երկրների հետ, որոնք շատ դեպքերում չունեն կատարյալ մոդել, բայց մենք պետք է գործենք հիմք ընդունելով մեր ազգային շահերը, պետք է հավասարակշռենք մեր ազգային շահն ու դիվանագիտությունը։ Անդրադառնալով Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցման կոչին, Ռուբիոն նշել է, ԱՄՆ վարչակազմը դեռևս որոշում չունի այդ հարցի շուրջ, քանի որ ներկայումս Վաշինգտոնը կենտրոնացած է Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատման վրա։ Այժմ մենք կենտրոնացած ենք Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության հասցնելու վրա, ինչն Ադրբեջանին զերծ կպայի հարևան Հայաստան ներխուժելուց։ Մենք ցանկանում ենք կանխել դա։ Նախագահ Դոնալդ Թրամփը հանձնառու է կանխել պատերազմները, և մենք երկու երկրների, հատկապես Ադրբեջանի հետ շփումներում փորձել ենք ընդգծել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը և պատերազմի մեջ չներքաշվելը հսկայական օգուտներ կբերի։ Պետքարտուղարը շեշտել է, պատերազմը վերջին բանն է, որը Միացյալ Նահանգները ցանկանում է։ Մարտի 13-ին Հայաստանի արտգործնախարարությունը հայտնել էր, որ Բաքուն և Երևանը համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի տեքստը և ավարտել բանակցային գործընթացը։ Հայկական կողմն ընդգծել է, որ Բաքվից առաջարկներ են սպասում փաստաթղթի ստորագրման վայրի և ամսաթվի վերաբերյալ։
Ռուսաստանը պատրաստ է ապագայում եւս աջակցել Երևանին եւ Բաքվին հասնելու լիարժեք խաղաղության եւ համաձայնության, կնքելով խաղաղության պայմանագիր եւ համակողմանիորեն ապաշրջափակելով տնտեսական ու տրանսպորտային ենթակառուցվածքները, սահմանազատելով ու սահմանագծելով պետական սահմանը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում։ Այս գործընթացների կուռ հիմքը երկկողմ պայմանավորվածությունների համալիրնի ամենաբարձր մակարդակով, որոնք ձեռք են բերվել 2020 եւ 2022 թվականներին։ Ռուսաստանը մեծ ներուժ է տեսնում տարածաշրջանային գործակցության 3 գումարած 3 ձևաչափում, որը ներառում է Հարավային Կովկասի 3 երկրներին եւ նրանց մերձավոր անմիջական հարևաններին՝ Ռուսաստանին, Իրանին, Թուրքիային։ Լավրովը հիշեցրել է 3 գումարած 3 ձևաչափով արդեն նախարարական 2 հանդիպում է անցկացվել Թեհրանում եւ Ստամբուլում։ Նրա խոսքով քննարկվում է 3-րդ նախարարական ժողովի անցկացումը։ Ռուսաստանի արտգործնախարարը նշել է կողմեն, որ հաջորդ 2 միջոցառումները հաջորդաբար տեղի ունենան Հայաստանի եւ Ադրբեջանի մայրաքաղաքներում։ Ադրբեջանի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Իսրայելին Վաշինգտոնում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Իսրայելի պետությանը եւ իսրայելցի 2 դիվանագետի ընտանիքներին, որոնք զոհվել են Վաշինգտոնում տեղի ունեցած հարձակման հետևանքով։ Խստորեն դատապարտում ենք բռնության այս գործընթացը, որն ուղղված է վախ եւ պառակտում սերմանելուն։ Բաքվում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին համերաշխություն ցուցաբերելու եւ երկրում իսրայելցի դիվանագետներին եւ հրեական համայնքին պաշտպանելու հանձնառության համար։ Հիշեցնենք, որ Վաշինգտոնում սպանվել է Միացյալ Նահանգներում Իսրայելի դեսպանության 2 աշխատակից։ Ոստիկանությունը կասկածյալին ձերբակալել է ԱՄՆ մայրաքաղաքի հրեական թանգարանի տարածքում։ Վարդուհի Արությունյան, հարևաններ։